Վլադիմիր Պուտինին զեկուցել են Ռուսաստանի մղձավանջային գիշերվա մասին։ Կրեմլը դատապարտել է Կիևի անօդաչուներով գրոհը ռուսական շրջանների ու մայրաքաղաք Մոսկվայի վրա։ Կիևի ռեժիմը հարվածում է բնակելի շենքերին, իսկ Ռուսաստանի Դաշնությունը ռազմական թիրախներին։ Այս մասին Գերագույն գլխավոր հրամանատարը տեղեկացվել է։ Լուսադեմին դրոնային ամենախոշոր հարձակումն է եղել Ռուսաստանի վրա։ Ուկրաինացիները հարյուրավոր ԱԹՍ-ներ են արձակել։ 337 ուկրաինական ԱԹՍ է խոցել ռուսական հոպը։ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը վստահեցնում է, որ կարողացել են բարեհաջող հետ մղել հարձակումը։ Միայն 91 դրոն որսացել են մայրաքաղաք Մոսկվայում ու Մերձմոսկովյան շրջանում, 38-ը Բրյանսկի, 25-ը Բելգորոդի, 22-ը Ռիազանի, 10-ը Կալուգայի օդային տարածքներում։ Ռուսական կողմը համոզված է, որ Կիևի հարձակումը կապ ունի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի Մոսկվա ժամանման հետ։ Առաջին անգամը չէ, որ օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակության այցը Մոսկվա ուղեկցվում է ուկրաինական անօդաչուների գրոհներով, հայտարարել է Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Իդեպ ազգությամբ թուրք ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին ռուսները հասցրել են ցույց տալ ուկրաինական գրոհի հետևանքները Մոսկվայի մարզում։ 2 մարդ զոհվել է, 18-ը, այդ թվում 3 երեխա վիրավորվել են Մերձմոսկովյան Վիդնոյե, Ռամենսկոյե և Դոմոդեդովո քաղաքներում։ ԱԹՍ-ների բեկորները մտել են բնակելի տներ, ջարդուփշուր արել պատուհաններն ու կահ կարասին։ Ահա սարսուռ պայթյուն էր, ես ահա այն տանն եմ ապրում։ Ինձ թվաց իմ տանը ինչ-որ բան պայթեց, հետո պատուհանից նայեցի, տեսնեմ մի հրշեջ մեքենա է գալիս, հետո նայում եմ, մյուսն է գալիս։ Մերձմոսկովյան տարածքում կարգի են բերում աղետալի գիշերվա հետևանքները։ Փողոցները մաքրում են ապակու մնացորդներից, Վիդնոյեում խորը շունչ են քաշում մարդիկ, իրենց մոտ զոհեր չեն եղել։ Դա մեզ համար բարեբախտաբար ճակատագրական չեղավ, մեզ մոտ բնակիչները չեն տուժել։ Մայրաքաղաքը եւս բավականին տուժել է օդային հարձակումից։ Այս շենքից գիշերը խուճապահար դուրս են վազել բնակիչները, գրեթե կիսամերկ։ Արթնացա, լսեցի պայթյունի ձայնը, ինչ-որ լույս էր վերևից երևում ու սկսեցին պատուհանների ապակիները դուրս թռչել։ Շատ վախեցա, միանգամից վերցրի անձնագիրս, շանս ու դուրս վազեցի։ 7 պայթյունի ձայն են լսել ականատեսները, դեռ ահա որ վախեցած են։ Վախեցանք, ասացինք, այս ինչ է կատարվում, պարզվեց, ահա թե ինչ։ Հետո մարդիկ սկսեցին դուրս վազել։ Նախնական հաշվարկով տուժել է ավելի քան 40 ավտոմեքենա։ Գնացքների երթևեկությունը Մոսկվայի ուղղությամբ այս պահին դադարեցված է։ Ժամանակավորապես դեռ փակ են մնում Վնուկովո, Դոմոդեդովո, Ժուկովսկի օդանավակայանները։ Միայն Շերեմետովոն է վերսկսել թռիչքները։ Ուկրաինայում լույսը եւս խաղաղ չի բացվել, հավանաբար վրեժ է լուծել Մոսկվան Կիևից դրոնային սարսափելի հարձակման համար, կրակ թափելով Օդեսայի գլխին։ Ռուսական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Օդեսայում հրդեհվել են վառելիքի տանկերներ, բնակելի շենքեր և մանկական խաղալիքների պահեստ։ Ավելի քան 100 փրկարար են մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին, զոհեր, վիրավորներ չկան։ Հասմիկ Սերոբյան, Սմբատ Ասլիկյան, Փելուր։